Բարև բոլորին, նախորդ երկու մասերում մենք միասին գործեցինք մեր արջուկի այս կամբինեզոնը ու այս սպիտակ շապիկը։ Այսօր ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես գործել այսպիսի փոքրիկ սրտիկ, եթե ցանկանաք կամբինեզոնի այս մեջտեղի հատվածում ամրացնել ու վրան օրինակ անունը գրել երեխայի։ Դրա համար մեզ անհրաժեշտ է 2.5 մմ չափի հելուն և սպիտակ թել։ Սրտիկը գործելու համար մենք անում ենք ամիգուրումի օղակ։ Թե ինչպես անել ամիգուրումի օղակ, իմ վիդեո դասընթացներում կա, կարող եք մտնել ու նայել։ Ամիգուրումի օղակի մեջ հավաքելու ենք մեր սրտիկի սխեման։ Հիմա հավաքում ենք 3 օդային օղակ։ 1, 2, 3։ Այնուհետև օղակի մեջ գործելու ենք 2 թելով սյունիկ, 2 հատ 1 թելով սյունիկ, 1 հատ 1 թելով սյունիկ և երկրորդ 1 թելով սյունիկը։ Այնուհետև գործում ենք 2 անթել սյունիկ, սովորական անթել սյունիկ, 1, 2, հետո անում ենք 1 օդային օղակ, դրանից հետո անում ենք ևս 1 թելով սյունիկ, այսպես, հետո էլի անում ենք 1 օդային օղակ, 2 սյունիկ, անթել սյունիկ, 1, 2, այնուհետև անում ենք 2 հատ թելով սյունիկ, 2 հատ 1 թելով սյունիկ, այսինքն ոչ թե 2 թելով սյունիկ, այլ 2 հատ 1 թելով սյունիկ, 1 և երկրորդ թելով սյունիկը։ Այնուհետև վերջում անում ենք 3 օդային օղակ, 1, 2, 3։ Այստեղ անում ենք միացնող սյունիկ, հենց օդային օղակի մեջ և ձգում ենք թելը, այս մեր կախարդական օղակի թելը ձգում ենք։ Մինչև վերջ ձգում ենք, որ անցքը փակվի։ Տեսեք, մեր սրտիկը արդեն ձևավորվել է, արդեն ունենք փոքրիկ սրտիկ։ Հիմա սկսում ենք հաջորդ 2 շարքերով մեծացնել մեր սրտիկը ավելի։ Այստեղ ինչպես հիշում եք, առաջի շարքի սկզբում արել էինք 3 օդային օղակ, հիմա այդ 3 օդային օղակի հենց կամարի մեջ, այս անցքի մեջ գործելու ենք 3 սյունիկ, 3 անթել սյունիկ։ Այսպես։ 1, 2, 3։ Հաջորդ 2 օղակներում, այստեղ որ ունենք թելով սյունիկներ, այս հաջորդ 2 սյունիկները, գործում ենք յուրաքանչյուրի մեջ 2-ական սյունիկ, ուղղակի սովորական սյունիկ, բայց յուրաքանչյուրի մեջ ավելացում ենք անում, 2-ական սյունիկ, այսինքն 4 սյունիկ ենք հիմա գործելու։ 1 սյունիկ, նույն սյունիկի մեջ երկրորդ սյունիկը, հաջորդի մեջ էլի 1 սյունիկ ու նույնի մեջ երկրորդ սյունիկը։ Հաջորդ 3 սյունիկների վրա պարզապես գործում ենք 1-ական սյունիկ։ 1,
2 և 3 Այստեղ մեր սրտիկի սուր ծայրին գործելու ենք 1 սյունիկ, 1 օդային օղակ, 1 սյունիկ նույն օղակի մեջ։ Այսինքն նույն սյունիկի մեջ գործելու ենք 1 սյունիկ, 1 օդային օղակ ևս 1 սյունիկ։ 1 սյունիկ, օդային օղակ, նույնի մեջ, նույն սյունիկի մեջ ևս 1 սյունիկ։ Որ սուր ծայրը այսպես ձևավորվի։ Հաջորդ 3 սյունիկների վրա գործում ենք պարզապես էլի մեկական սյունիկ, անթել սյունիկ։ Մեկ, երկու, երեք։ Հաջորդ 2 սյունիկների մեջ, յուրաքանչյուրի մեջ գործելու ենք երկուական սյունիկ, այսինքն ընդհանուր 4 սյունիկ։ 2 սյունիկ այս սյունիկի մեջ և 2 սյունիկ մյուս սյունիկի մեջ։ 1, 2 նույնի մեջ, հաջորդի մեջ էլի 1 և 2 նույնի մեջ։ Այսպես։ Այստեղի մեր 3 օդային օղակներից բաղկացած այս շղթայի մեջ գործելու ենք ուղղակի 3 սյունիկ։ 1, 2 և 3։ Եվ այս մեջտեղի մասից էլի անելու ենք միացնող օղակ, միացնող սյունիկ։ Եվ անում ենք մեր սրտիկի մեծացման վերջին շարքը։ Գործելու ենք 3 սյունիկ, այս մեր վերևի 3 սյունիկների մեջ։ 1, 2, 3։ Հետո գործելու ենք 1 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 2 անգամ։ Այստեղ գործում ենք 1 սյունիկ, հաջորդ սյունիկի մեջ գործում ենք ավելացում, այսինքն 2 սյունիկ, նույն սյունիկի մեջ։ Ու կրկնում ենք ևս 1 անգամ։ 1 սյունիկ, հաջորդի մեջ ավելացում։ 1, 2։ Այս հատվածում գործում ենք պարզապես 5 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5։ Այստեղ սուր ծայրին գործելու ենք 1 սյունիկ, էլի 1 օդային օղակ և ևս 1 սյունիկ նույն սյունիկի մեջ։ Այստեղ գործում ենք 1 սյունիկ, օդային օղակ և նույնի մեջ ևս 1 սյունիկ։ Հետո այստեղ գործելու ենք 5 սյունիկ պարզապես։ 1, 2, 3, 4, 5։ Հետո գործելու ենք 1 ավելացում, 1 սյունիկ, կրկնելու ենք գործողությունը 2 անգամ։ Ուրեմն, այստեղ անում ենք ավելացում այս սյունիկի մեջ։ Հաջորդ սյունիկի մեջ պարզապես 1 սյունիկ։ Եվ ևս 1 անգամ ավելացում այստեղ։ Մյուս սյունիկի մեջ պարզապես 1 սյունիկ։ Այստեղ մնաց մեզ 3 սյունիկ, պարզապես գործում ենք 3 սյունիկ։ 1, 2 և երրորդը թաքնվել է այստեղ։ 3։ Միացնող սյունիկ ենք գործում, կրկին այս մեջտեղի հատվածին ենք միացնում։
Այսպես լավ ցկում ենք, որ թելը չերևա շատ եւ մեր սրտիկի ֆորման էլ ձևավորվի։ Ինչպես տեսնում եք, մեր սրտիկը գրեթե պատրաստ է, բայց որպեսզի այս կողքերը ավելի գեղեցիկ լինեն, մենք ամբողջ երկայնքով սրտիկի գործելու ենք հիմա ուղղակի միացնող սյունիկներ։ Գործենք։ Բոլոր սյունիկների վրա ուղղակի գործում ենք միացնող սյունիկներ։ Հերթով բոլոր սյունիկներով գործելով գնենք։ Այ այսպես։ Մեկ։ Ու հաշվելու կարիք չկա։ Ուղղակի բոլոր սյունիկները գործելով գնում ենք։ Ավելի գեղեցիկ ու հարթ է ստացվում, այսպես կարող եք այնպես էլ թողնել, բայց իմ կարծիքով այսպես ավելի գեղեցիկ է։ Հերթով միացնող սյունիկներ անելով գնում ենք։ Իդեպ հաջորդը արդեն կգործեմ մարչի սխեման, այս անգամ հակառակ ստացվեց, կարծես թե սկզբում ամբողջ հագուստը գործեցինք, գործեցի ձեզ հետ, հետո նոր արջն եմ պատրաստվում գործել, պարզապես հագուստ, ի սկզբանե մտադրություն չունեի արջի սխեման նկարելու, անկեղծ ասած, մտածում եմ միայն հագուստը, քանի որ նման հագուստ, նման կամբինեզոն, նման շապիկ, ցանկացած այլ խաղալիքի վրա էլ կարող եք հագցնել, ու ինձ թվում է շատ պետքական է նման սխեմա իմանալը։ Այսինքն պարտադիր չի արջը գործեք, որպեսզի այդ սխեմաները ձեզ պետք կան։ Այդ պատճառով ուզում էի միայն կամբինեզոնի ու շապիկի սխեմաները ներկայացնել, բայց հետո մտածեցի, որ ավելի լավ կլինի արջինն էլ ներկայացնեմ միանգամից, այնպես որ մոտակա օրերին, չեմ ասում կոնկրետ օր, որպեսզի հետո սուտ դուրս չգամ, մոտակա օրերին կգործեմ նաև արջը, արջի սխեման ու կտեղադրեմ YouTube-ի ալիքում։ Երկար ժամանակ ակտիվ չեմ եղել YouTube-ում ու ակտիվս բավականին ընկել է, այդ պատճառով շատ շնորհակալ կլինեմ, եթե դիտեք, տարածեք, մեկնաբանություն գրեք, որպեսզի կրկին ակտիվությունը վերականգնվի էջից։ Եվ վերջին միացնող սյունիկն եմ անում այստեղ։ Վերջ, մի հատ էլ այստեղ նորից միացնող սյունիկ անենք ես մեջտեղի հատվածում։ Մի հատ օդային օղակ անենք, թելը կտրենք։ Ես այստեղ միանգամից երկար թել կթողնեմ, որպեսզի հետո սրտիկը կարենք կամբինեզոնին, որպեսզի էլի թել չվերցնեմ այլ։ Ցկում ենք, օղակներ ենք մի քիչ ցկում։ Ահա, վերջ մեր շատ սիրուն ու նուրբ սրտիկը պատրաստ է։ Սա կարող եք հենց այս թելով, այսպես կարել մեր կամբինեզոնին այս հատվածում, այստեղ սիրուն կարում եք, այս ավելորդ թելը կկտրենք, հենց կտրեմ, ու այս թելով կկարենք այստեղ գեղեցիկ, ու կարող եք այստեղ ներսում արդեն գրել երեխայի անունը, օրինակ, կամ անվան սկզբնատառը, եթե երկար է անունը, մտածում եք չի տեղավորվի։ Այսքանը, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև արջի սխեման ու հետագա հետաքրքիր սխեմաները։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք։